Յուրա մեր նախարարների գրեց եւ հանեց։ Ավելի լավ հանեց, մենք այսօր պատասխանատու չենք, բայց դիարժեք, եթե ես էլ ճիշտ ձևակերպում չանեմ, ճիշտ մարդկանց գործի չդնեմ, ես բարեկամ ծանոթ չեմ նշանակում, այլ մարդը կարող է չճանաչեմ, տարբեր կուսակցությունից լինի, եթե մարդը փորձառու է, այդ համակարգում իրեն ճանաչում են որպես խելացի, բանիմաց արդյունավետ մարդ, պետք է տաս իրեն ու չասես ումը որտեղ դիր, ասը տալիս եմ քեզ, ձևավորի, որ արդյունքը նկատելն է։ Եվ ամեն ինչ փայլում կլինի ժողովուրդ։ Այսօր հարկավոր է այդ խնդիրները, հարկավոր է ժողովրդի դեմքին ժպիտ կլինի, փայլ կլինի, մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, արվեստով։ Այսօր դա չկա, չէ ֆինանսավորում, այսօր այս աշխատուժով գիտություն չի զարգանա, տնտեսություն չի զարգանա։ Այսօր Հայաստանում եկի աշխատում են հնդիկներ, արաբներ։ Մեր ժողովուրդ սաղ եկել են տարբեր դեմերոնք ասենք այսօր դե գումարով չեն ուզում աշխատեն, նրանք են գալի աշխատեն։ Ուզում եմ ասեմ, որ աննարին ոչինչ չկա ժողովուրդ։ Հարկավոր է միասնական լինեք մի մարդու պես, կապ չունի ծանոթ բարեկամ, ում ծանոթն է։ Եթե դաժե ընտրություն է լինում, քո ծանոթի խնդիրը գիտես չի կարանի, անտեղի տեղը դու սևերես մի եղի։ Այլ կանգնեք կնես մարդու, որը մարդ է գործ ունի, արել է և դու դրանում համոզված է։ Դրա համար մենք ճիշտ տեղում ենք։ Ձեր ցամիտ անիմով մենակ պարտադիր մասնակցեք և լիարժեք գնացեք ընտրությունը ձեր հոգու խիճարաճ կատարեք ձեր ապագայի համար։ Անկախ նրանից, անկախ ամեն ինչից, ինձ ձենել տակ, ձենել չտակ, ես շնորհակալ եմ, էլի ձեր ծառուկան եմ, ձեր ցավը տանեմ։ Մտածել ես, որ այսօր չեմ եկել իմ համար եմ ասում, այսօր մեր ապագայի, մեր երեխեքի համար եմ ասում։ Այս վիճակից մենք պետք է այդ խեղճությունը հաղթարենք, այդ ներքին ատելություն թշնամանքը հաղթարենք, դրանից հետո նոր լավ վիճակ կլինի։ Այդ այնպես պետք որ անենք վերջացնենք, ես ամեն ինչ էլ արեք, դրեք, կազմակերպեք